Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին պիտի ընտրի 300,000 ադրբեջանցի կա Հայաստան, թե 300,000 աշխատատեղ ստեղծվի Հայաստանում։ Իհարկե աշխատատեղ պետք է ստեղծվի անպայման։ Իսկ տեղյակ եք ով է առաջարկում 300,000 աշխատատեղ։ Սամվել Կարապետյանը։ Իսկ ով է առաջարկում 300,000 ադրբեջանցի։ Դե իհարկե մեր հիմիկվա վարչապետը։ Պետք է ընտրենք ոչ թե 300,000 թուրքի ու աշխատատեղի մեջ մենք պետք է ընտրենք ոչ Նիկոլին։ Իմ մտածածը, ոչ Նիկոլին։ Մեր ժողովրդի հիշողությունը շատ է, թույր, շատ։ Երեկվա ասածը իրենք մոռանում են այսօր հակառակ բան ասելուց հետո։ 300,000 աշխատատեղ։ Ինչը կփոխի Հայաստան 300,000։ Ամեն ինչ կտեսվի, կլավանա, աղքատություն կվերանա, ամեն ինչ լավ կլինի, կծաղկի երկիրը։ Հիմա գյուղերը տնից տնի տուն ընկած ստուգում են այն ամենածայրահեղ աղքատին պետք է ապահովեն անպայման այն Նարեկ Կարապետյանը հանձնարարությունը ստացել է, որովհետև կան ծայրահեղ աղքատներ։ Կարապետյան, այս երկիրը կարապահի մեռնեն ձեզ դրդի։ Այս երկիրը ինքը կարասեն զարգացնի։ Տենում ես այս լրիվ իշկան բաներ ունի արած, հələ դու ավել լավ գիտեք։ Որ ասեմ, մի հատ գիրք էր որ գրենք, երևի չպրծին այդ գիրքը։ Դե նորմալ քաղաքացին պետք է ընտրի աշխատատեղի մասին է խոսքը։ Ինչ թուրք, ինչ ադրբեջանցի։ Ինչ կտա Հայաստանի 300,000 աշխատատեղը։ Մարդկանց զարգացում, մարդկանց ապրելաձև, ապրելակերպ ճիշտ։ Հիմա սաղից գնում ենք Ռուսաստան, ինչ համար ենք գնում։ Գնում ենք որ մեզի մի ձևի գոյատևենք, մեզի պահենք, կարողանանք մեր հայրենիքի համար աշխատենք։ Գնում ենք ընդ աշխատում ենք, բերում ենք փողերը ծախսում ենք։ Իսկ Նիկոլագաններն ասում են, հեսա ձեզ այնց կանենք որ քշեն։ Չեն հասկանում որ գալու ենք իրանց բիզնեսների կեսը վինուժենի վերցնենք մեզի, որովհետև մենք էլ չապրենք։ Իսկ հիմա գալիս ենք իրանց բիզնեսները զարգացնում ենք։ Իսկ Սամվել Կարապետյանի տեսակ ինքը ընդհանրապես միշտ ստեղծում է ծնունդները կշատանան ամեն ինչ։ Ուժեղ Հայաստանի համար այ ժողովուրդը պիտի քվեարկի։ Всё։ Որ ինչ լինի։ Որ ուժեղ երկիր ունենանք, ուժեղ տնտեսություն ունենանք, զարգանա մեր երկիրը, ոչ թե ժողովուրդը փախնեն Հայաստան։ Ոչ մի 300,000 էլ թուրքերը չեն կա ստեղ, մենք չենք ընդունի նրանց։ Աշխատատեղ, միաժամանակ աշխատատեղ ու հունիսի 8-ին կունենանք արդեն ուժեղ Հայաստան։ Մենք բոլորս։ Եվ աշխատատեղի, եւ մարդկանց օգնության, եւ ասենք մարդիկ կան, որ ընկածենի վիճակի չեն, օգնության կարիք ունեն։ Փաշինյանը արդեն չգիտես, ինքը իր շատ մեծ աղա է ազգում։ Շլացն աշխատատեղի համար ընտրի։ 300,000 աշխատատեղի համար ընտրի։ Կարապետյանը 100%։ Ես ինձ մտածում եմ, ինձ կա։ Պիտի ամեն ինչ արել է, ժողովրդի համար, Հայաստանի համար, Ղարաբաղի համար, ամեն տեղի համար արել։ Ինչի չպիտի նա ընտրի։ Խաղաղությունը նաև թուրքերը բերվարվստի հայրներ չլինել, այդքան մի բան։ Քաղաքացի պարտավորություն ունի, որ փոփոխություն ասիրում։ Սամվել Կարապետյանի ասածը 100%-անոց ճշմարտությունն է։ Աշխատատեղ, իհարկե, ինչ ադրբեջանցի։ Այդ որ 300,000 պետք է ադրբեջանցի կա, մի անգամ ինքը ասել է, որ այսքան էլ հայ պետք է վերադառնա Ադրբեջան։ Այդպես խոսակցություն չի եղել։ Բնական է, որ աշխատատեղի համար։